Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ Գլենդելից։ Առաջիկա 20 օրը ձեզ հետ կշփվեմ այստեղից։ Մեր եթերի ժամը չի փոխվի, Երևանի ժամանակով 21:21, առհասարակ ասում են, որ դժվար է հարմարվել ժամերի տարբերությանը, դա ինձ մոտ առաջացնում է մեղմ ժպիտ, որովհետև եթե չես հարմարվում աշխարհի տարածաշրջանի ու հատկապես մեր երկրի այս վիճակի հետ, քեզ համար ինչ տարբերություն չես կարողանում քնել Երևանի ժամանակով թե Լոս Անջելեսի։ Էնպես որ մենք մեր ռեժիմով ձեզ հետ միասին կաշխատենք։ Այսօր հոկտեմբերի 8-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական, ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Ադրբեջանը շարունակում է ապակառուցողական իր վարքագիծը դրսևորել, կանրադառնանք նաև Ռոբերտ Քոչարյանի ասուլիսին, ճիշտն ասած ես այդքան հատուկ ուշադրություն չէի դարձնի, որովհետև այն ինչ որ հիմա փորձում է ինքը ասել եւ արդարացնել, թե ինչու պետք է մասնակցի ընտրություններին, հարց է ծագում, բայց 21 թվականին մասնակցեցիր, բավական ծանրակիր ձայներ ստացար, ինչ արեցիր։ Չկարողացար իշխանության գալ, ձեր նպատակը դա էր։ Փողոցով նույնպես չհաջողվեց, իսկ խորհրդարանում կառուցողական որպես ընդդիմություն այդպես էլ հանդես չեկաք։ Ամբողջ ընթացքում տապալենք, գցենք, էսանենք ու մինչև վերջի օրը Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ապահովեք ձեր ներկայությամբ։ Սա է։ Հիմա ոնց պետք է բացատրի, թե ինչու պետք է նորից գանք, բայց կանրադառնանք, որովհետև հասարակությանը հետաքրքրում է այն մասը, որ ուզում է ինձանից իմ կարծիքը լսի։ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Գաբալայում կայացած թուրքական պետությունների կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում հայտարարել է. Վաշինգտոնում հայտարարված թրիփ երթուղին, որը կապահովի Ադրբեջանի արևմտյան շրջանների եւ Նախիջևանի միջև կապը Զանգեզուրի միջանցքով, կարևոր քայլ է կապերի դիվերսիֆիկացման եւ տարածաշրջանային համագործակցության ամրապնդման ուղղությամբ։ Օգոստոսի 8-ին ԱՄՆ-ում կայացած գագաթնաժողովը եւ ստորագրված փաստաթղթերը պատմական նշանակություն ունեն։ Այս պատմական հնարավորությունը պատշաճ կերպով գնահատելու եւ խաղաղության պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է, որ Հայաստանը վերացնի Ադրբեջանի նկատմամբ իր տարածքային պահանջները, որոնք ամրագրված են սահմանադրությամբ, նշել է Բայրամովը։ Հիմա հարց. Առաջին հերթական անգամ ասում է Զանգեզուրի միջանցք, իսկ Հայաստանից ասում է Զանգեզուրի միջանցք փաստաթուղթ չենք ստորագրել, դա Հայաստանին չի վերաբերում։ Մեր փաստաթղթերի մեջ դա չկա։ Այդ իսկ պատճառով մեզ չի հետաքրքրում, թե իրանք ինչ ինիկատի ունեն Զանգեզուրի միջանցք։ Այսինքն ինչը մեզ չի հետաքրքրում, որ իրանք իրենց աշխարհագրական տեղանունների հետ կապված ասեն Զանգեզուրի միջանցք։ Այսինքն եթե դուք բան եք պայմանավորել, փաստաթուղթ եք ստորագրել Տրամպի հովանու ներքո, որից հետո ինքը առանձնվազն չի հարգում այն գործընկերությունը, որի արդյունքում դա կայացել է, բայց նույն Ալիևին մենք չի պետք է հավատանք, որ ինքը տենց ուշ կգնում է անվտանգություն ապահովելու Հայաստանի հետ հարաբերություններում։ Եվ բացի դրանից հերթական անգամ ինքը պնդում են, որ պետք է Հայաստանը փոխի իր սահմանադրությունը։ Մի բան, որ Հայաստանի իշխանություններն ասում են դա մեր ներքին գործն է, ասում ենք շատ լավ մեր ներքին գործն է։ Ուրեմն մենք չենք փոխելու։ Եթե մենք չենք փոխելու Ալիևի պահանջով, ուրեմն նրանք էլ չեն ստորագրում փաստաթուղթը։ Փաստաթուղթը մնում է ընդամենը նախաստորագրված։ Այսինքն որի մեջ չկա ոչ երաշխիքներ, ոչ ժամկետներ, ոչ գործողություն։ Այդ ընթացքում Հայաստանը ողջավորված որ խաղաղություն է բերել, ասում է ինչ իմաստուն է ռազմական ծախսերն ավելացնել, Ադրբեջանն ասում է խառը աշխարհ է, պետք է ռազմական ծախսերը կտրուկ ավելացնել։ Ահա այն, երբ որ մենք նախկիններին մեղադրում ենք, թե դուք այնքան ձգեցիք, որ Ադրբեջանը զինվի եւ նորմալ հարաբերություն ստեղծի աշխարհի հետ, որ իրան ագրեսոր չհամարեն, հիմա նույն բանը շարունակվում է։ Ձգենք այնքան, մինչեւ Ադրբեջանը շատ ավելի լավ դիրքերից իր պահանջները ներկայացնի։ Իսկ Տրամպը եթե չի մոռանա մեր վարչապետի անուն ազգանունը կամ մեր երկրի անունը գոնե կկարողանա հիշի, որոշ ժամանակ հետո ինքը չի լինելու պաշտոնի։ Իսկ դա նշանակում է, որ մեր անվտանգության երաշխիքները հազիվ թե խնդրենք կամ պահանջենք պաշտոնաթող նախագահից։ Հիմա շարունակությունը նայենք։ Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիոյևը հայտարարել է. Վաշինգտոնում Ադրբեջանի եւ Հայաստանի կողմից ստորագրված համատեղ հռչակագիրը թուրքական ժողովուրդների հաղթանակն է։
Ինչպես տեսնում եք, չի գնում են հարցը, որ եկել են խաղաղության երկուսի հաղթանակն է։ Նրանք համարում են թուրքական ժողովուրդները հաղթեցին այդ փաստաթղթով։ Բարդ բան չի հասկանալու համար, չէ, որ նրանք չեն համարում, որ երկու պետություն իրար հետ պայմանավորվել են գործընկերներ եւ խաղաղություն են բերել տարածաշրջանին, որից օգտվում են բոլորը։ Այսինքն անգամ ուզբեկը հասկացել է, որ դա իրանց հաղթանակն է, Հայաստանը այդ հաղթանակի հետ կապ չունի։ Դե մտածենք, թե ով է ուզբեկը, էլի։ Հիմա նաեւ նայենք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը թուրքական պետությունների կազմակերպության պետությունների ղեկավարների խորհրդի 12-րդ գագաթնաժողովում ունեցած ելույթում ասել է. Վաշինգտոնի գագաթնաժողովի մեկ այլ կարևոր արդյունք էր Զանգեզուրի միջանցքի բացումը։ Զանգեզուրի միջանցքը մեծ նշանակություն ունի որպես նոր տրանսպորտային զարկերակ եւ երկրորդ երթուղի, թե միջին միջանցքի, թե հյուսիս-հարավ միջանցքի շրջանակներում, ընդգծել է Ալիևը։ Իհարկե, սա էլի մենք կարող ենք ասել, հա դե լավ, բառի հետևից ենք ընկել։ Սա այն բառն է, որը որ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար ասում է, դուք չգիտեք, որ դա մեր հասարակության վրա ազդում է, ընկալվում է որպես պահանջատիրություն։ Ինչու եք ասում։ Իսկ նրանք ուղղակի բանի տեղ չեն դնում Նիկոլ Փաշինյանի ասածը։ Իսկ Նիկոլ Փաշինյանն ասում է, Ալիևն է մեզ խոստացել, դուք ոնց չեք հասկանում դա։ Չէ, մենք հասկանում ենք, ուղղակի հասկանում ենք, որ Ալիևը քեզ բանի տեղ չի դնում, դա էլ ենք հասկանում։ Ամեն անգամ միջանցքային հարթակում այդ հարցը բարձրացնես ու դրանից հետո ընդգծված ձևով նորից են անունը տան միջազգային իրանց այս ձևաչափով հավաքի ժամանակ տան բանաձև ընդունեն բանաձևի մեջ դա մտցնեն ինչի մասին է խոսքը ասում են Ալիևը նստել է իր այդ պայմանավորվել ենք դա մեր տարածքին չի վերաբերում իսկ այս բանաձևը որ ընդունվեց մնացած բոլորը այդ պայմանավորվել եք Հայաստանի վարչապետի խոսնակ Նազերի Բաղդասարյանը տեղեկացրել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Կոպենհագենում հոկտեմբերի 2-ին կայացած հանդիպմանը քննարկվել է Զանգեզուրի միջանցք արտահայտության կիրառման խնդիրը։ Հայաստանը վերահաստատում է, որ Ադրբեջանի նախագահի տվյալ խոսույթը որևէ կերպ չի կարող վերաբերվել Հայաստանի տարածքին։ Հայաստանը վերահաստատում է, բա նրանք Ադրբեջանի նախագահը թուրքական պետությունների կազմակերպության Գաբալայում կայացած հանդիպման ժամանակ իր ելույթում կրկին օգտագործել է Զանգեզուրի միջանցք արտահայտությունը։ Ինչպիսին է ձեր արձագանքը եւ արդյոք Կոպենհագենում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպման ընթացքում այդ թեման քննարկվել է, այսինքն լրագրողի հարցին Նազելի Բաղդասարյանը պատասխանում է։ Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի Կոպենհագենում կայացած հանդիպման արդյունքներով երկու կողմերն էլ տարածել են մամուլի հաղորդագրություն, որից ակնհայտ է, որ երկու կողմերը ընդունում են Հայաստանի տարածքին առնչվում է TRIP նախագիծը, հետևաբար Հայաստանի Հանրապետության տարածքում որևէ այլ նախագիծ չկա եւ չի կարող լինել։ Այսինքն սա ընդհանրապես մենք հասկանում ենք հայտարարությունից, բա ի՞նչն է մամուլի խոսնակը մեկնաբանում։ Ի՞նչն է մեզ ներկայացնում ավելին, քան մենք դա կարդացել ենք։ Հարցը, այո, քննարկվել է Կոպենհագենի հանդիպման ընթացքում եւ մենք վերահաստատում ենք, որ Ադրբեջանի նախագահի տվյալ խոսույթը որևէ կերպ չի կարող վերաբերել Հայաստանի Հանրապետության տարածքին, իսկ Ալիևը վերահաստատում է։ Հայաստանի Հանրապետությունում իրականացում է միայն TRIP եւ խաղաղության խաչմերուկ նախագծերը, ինչը հստակ ամրագրված է մի շարք միջազգային փաստաթղթերում։ Այսինքն միջազգային փաստաթղթերում գրած է Տրամպի ուղի, բայց անընդհատ իրանք մնացած բոլոր միջազգային փաստաթղթերում ասում են Զանգեզուրի միջանցք։ Ինչի՞ ջղայնացնելու համար Հայաստանի հասարակությանը։ Բա ոնց որ ասում են, եկեք գնանք խաղաղություն ենք բերել։ Խաղաղություն եք բերել ու մեզ ջղայնացնում եք, անվստահություն եք առաջացնում։ Բա մենք ինչի՞ պիտի ձեզ հավատանք։ Մենք ոչ միայն ձեզ չենք հավատում, մենք Փաշինյանն էլ չենք հավատում։ Որտեվ Փաշինյանը հանդես գալով Ալիևը խոսափող չի կարողանում գոնե իր պարտականությունը նորմալ կատարի, որտեվ ինքը չի կարողանում համոզիչ լինել, մեզ բացատրի, որ այդտեղ որևէ խնդիր չկա։ Իսկ դա ամենաանշարժ թեման է, անվան մասին, ամենաանշարժ։ Բա մնացած լուրջ հարցերը։ Ադրբեջանում տեղի ունեցած թուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի շրջանակում ստորագրվել է Գաբալայի հռչակագիրը։ Նշվել, որ միջին միջանցքի միջազգային տրանսպորտային երթուղու, այդ թվում Զանգեզուրի միջանցքի ռազմավարական նշանակությունը, ընդգծելով, որ այն զգալիորեն կնպաստի թուրքալեզու պետությունների միջև կապերի ամրապնդմանը, առևտրաշրջանառության ավելացմանը եւ ներտարածաշրջանային տնտեսական համագործակցության զարգացմանը, հայտարարել Ջանի արգորձնախարար, այսինքն ինչպես տեսնում եք հայտարարություն են ընդունում, որտեղ կարևորում են իրանց ձեռքբերումները եւ գտնում, որ դա Զանգեզուրի միջանցքը ինչ կապ ունի Ալիևը դուք ինչ եք խոսացել։ Ալիևը դա մտցրեց նորից հերթական որևէ փաստաթղթի մեջ։
Հիմա նայենք։ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 8-ին եւ 9-ին աշխատանքային այցով կգտնվի Բրյուսելում։ Հայտնել է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ Փաշինյանը կմասնակցի համաշխարհային դարպասներ միջազգային երկրորդ համաժողովին։ Այցի շրջանակում նախատեսված են նաև հանդիպումներ արտերկրի գործընկերների հետ։ Բայց մինչև գնալը հասցրեց էլի մի բան ասի նոր գնա, էլի որ հանկարծ իրան չմոռանանք, մինչև գնա այնտեղ ես իմ ինչ խոսա։ Ինչ ասում։ Շատերը հարցնում են, թե ինչ տարբերություն 3-րդ հանրապետության եւ 4-րդ հանրապետության միջև։ Այս մասին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում հրապարակած տեսանյութում, որը վերնագրել է «Մի րոպե մի բան ասեմ»։ 3-րդ եւ 4-րդ հանրապետության տարբերությունն այն է, որ 3-րդ հանրապետությունը հիմնվել է կոնֆլիկտի տրամաբանության վրա, 4-րդը խաղաղության տրամաբանության վրա։ 3-րդ հանրապետությունում սահմանադրության, ժողովրդի ազատ կամ արտահայտությամբ եւ քվեարկությամբ ընդունված լինելը խիստ կասկածելի է, եւ 4-րդում նման կասկած ընդհանրապես պետք է չլինի, բայց կարող է լինի, որովհետեւ սահմանադրությունը առհասարակ կարող է հանրակրվեով չընդունվի։ 3-րդ հանրապետությունը իշխանության պատկանել է ժողովրդին հարաբերական է եւ ֆորմալ, 4-րդում պետք է լինի հստակ եւ անառարկելի։ Եվ ի վերջո 3-րդ հանրապետությունը հայրենիքի մասին երազելու, հայրենիք փնտրելու եւ երազանքի հայրենիք փնտրելու մասին է։ 4-րդը այն մասին է, որ Հայաստանի Հանրապետությունը մեր երազանքների հայրենիքն է եւ հայրենիք փնտրելու կարիք չկա, ասել է Փաշինյանը։ Հերթական դատարկաբանությունը բացատրենք, որովհետեւ այնքան անգրագիտություն է 3-րդը 4-րդ դարձնելը, որ ասես որ մենք արդեն 4-րդում ենք ապրում։ Դե եթե 4-րդում ես ապրում, 3-րդը մեռել է, բա դու ի՞նչն ես ղեկավարում։ Մեռած համակարգը, բա որ 4-րդը հանրակրվեով չընդունվի, դրա մասին շատ ենք խոսել։ Հիմա հերթով նայենք։ 3-րդը ստեղծվել է այս պատճառով։ 3-րդը չմոռանանք ոնց է ստեղծվել։ Խորհրդային միությունը լուծարվել է եւ խորհրդային միության սուբյեկտ հանդիսացող 15 հանրապետություն անկախություն են ստացել։ Նրանցից ընդամենը Հայաստանն է ընդունել հանրակրվեով անկախացում, որից հետո որևէ գործողություն չի կատարված սեպտեմբերի 21-ից մինչև դեկտեմբերի 8։ Ընդամենը հայտարարել ենք, որ հանրակրվեով ուզում ենք անկախանանք, վերջ։ Դուրս գալու գործընթաց ցույց տվեք մի փաստաթուղթ, մի բանակցություն կենտրոնի հետ, որ Հայաստանը սկսում է դուրս գալու ընթացակարգ, չկա նման բան։ Բացի դրանից, լավ, Հայաստանն արել է, մյուսները չեն արել։ Անկախության հռչակագիր ոչ բոլոր հանրապետություններն են արել, որը Հայաստանն արել է։ Բայց երբ որ խորհրդային միությունը լուծարվել է, եթե դու անկախության հռչակագիր չունեիր, բոլորը լուծարվելու էին գնային, դու մնալու էր խորհրդային միության կազմում։ Այսինքն ո՞նց էր ելնել, ասեն, չէ, դու անկախության հռչակագիր չունես, դու ո՞նց կարաս անկախանաս։ Այսինքն մենք անկախություն ձեռք ենք բերել խորհրդային միությանը փլուզման արդյունքում։ Ինչ է առաջարկում, այսինքն մենք ի՞նչն ենք սխալ արել։ Մենք ի՞նչն ենք ստեղծել ոչ ճիշտ։ Այսինքն որ պետությունը փլուզվում է, այդ պետության սուբյեկտները դուրս են գալի, իրանց անկախ պետություն են դառնում։ Կապ ունի թե դու ինչ ես անելու, դու պետք է սկսես որպես քո անկախ պետականությունը զարգացնել։ Ուրիշ տարբերակ ունես, թե պետք է հայտարարես, որ Հայաստանը մնում է խորհրդային միության կազմում, գոյություն չունեցող խորհրդային միության, կամ Հայաստանը իրան հայտարարում է խորհրդային միություն։ Լավ է, սապուշությունը ինչքան կար այս մարդը ասի, լավ։ Եվ ի վերջո շարունակությունը 3-րդ հանրապետության հետ կապված խիստ կասկածելի է այդ լեգիտիմությունը, սահմանադրությամբ ընդունածը եւ այլ, որ կասկածելի է, հիմա դու ես կասկածելին ես ղեկավարում։ Եթե սա լեգիտիմություն չունի, դու բա ով ես։ Ասում ես ես ժողովրդի կողմից լեգիտիմ ընտրված եմ, ինչի հիման վրա, սահմանադրության։ Սահմանադրությունը լեգիտիմ չի, ես լեգիտիմ եմ։ Բա մեկը կողքից չկա, որ բզի ասի, պարոն Փաշինյան, խոսել չգիտես, չխոսել էլ չգիտես, լավ։ Մեկը չկա բերանս կոչի, այն մարդ։ Այդքան հաստիկ ունեք։ Հիմա ինչ բացատրեցիր։ Որ մեր սահմանադրությունը լեգիտիմ չի, 3-րդ հանրապետությունը առհասարակ լեգիտիմ չի, բայց դու լեգիտիմ վարչապետ ես, որտեղ ժողովրդի ձայնով ես ընտրված։ Բայց այդ ամբողջ դու հիմա այսօր մարդկանց փողոցում ջարդում ես, բանտերն ես լցնում, ասում ես խախտել ես սահմանադրական կարգը, ինչի կարգը, ոչ լեգիտիմ սահմանադրության կարգը։ Այսինքն դու լրիվ ասում ես, որ դու հանցագործություն ես կատարում մի մարդու նկատմամբ, որը սահմանադրական կարգ է խախտում, որովհետև այդ սահմանադրությունը չկա, լեգիտիմ չի։ Բայց դու ոնց ես նրան դատում։ Կամ ոնց ես փողոցում ջարդում։
Առավել ևս որ երրորդ անգամ ասենք, որ եթե այդ սահմանադրությունը 4-րդ հանրապետության չընդունվեց, դու ի՞նչն ես ղեկավարելու, գոյություն չունեցող երրորդ հանրապետությունը, որը քու կողմից դու չես ճանաչում։ Դու ղեկավարում ես մի համակարգ, որը դու ինքդ չես ճանաչում։ Արդեն հայտարարել ես 4-րդ։ Ուզում ես ամրագրես դա, բա որ չեղավ ամրագրել այդ 700,000 ձայն չհավաքեցիր, հետո ժողովուրդը կարա շատ հանգիստ գա, վզից այդ բռնի շպրտի փողոց։ Եվ դու ինչա պետք է ասես սահմանադրական կարգն են տապալում, դու քո հանրակրվեով ապացուցել ես, որ ժողովուրդը ասում է սահմանադրական կարգում դու անելիք չունես։ Դու չես ընդունում, ձեռքդ դրել ես սահմանադրության վրա կամ երթում ես պաշտպանել սահմանադրությունը, որը դու չես ճանաչում։ Սրա մասին է խոսքը, ժողովուրդ ջան, այս մարդը իր գլխին սարքում է, այս մարդը իր հետևից հանգ է։ Մի օր հեծանովով է ինքը իր հետևից ընկնում, մի օր ինքնաթիռով է ընկնում, մի օր վազելով է ընկնում, մի օր խոսխանձելով է ընկնում, բայց ինքը իր հետևից հանգ է։ Ասում է ժողովուրդ ջան, իմ գլխին սարքում եմ, օգտվեք դրանից։ Էլ ինչ ասի որ հասկանանք։ Թբիլիսիում հոկտեմբերի 22-ից 23-ը տեղի կունենա Մետաքսի ճանապարհ համաժողովը, ֆորումը բացելու է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, ըստ հաղորդագրության միջոցառմանը մասնակցելու է նաև Հայաստանի եւ Ադրբեջանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանը եւ Ալի Ասադովը։ Սա արդեն առաջի դեպքը չի, որ Նիկոլ Փաշինյանը գնում է, մասնակցում եւ միասին բացում են անում Ադրբեջանի վարչապետի հետ։ Ինչի՞։ Դու Ադրբեջանի վարչապետի կարգավիճակի ես։ Չէ, դու կարող ես Ադրբեջանի պահեստապետի կարգավիճակի ես, բայց Հայաստանին ինչ ես խայտարականում։ Քո մակարդակը հասկանում ենք։ Ես չեմ հավատում, որ որևէ մեկը մի հատ նորմալ խառպահեստ քեզ կվստահի, թե Ադրբեջանում, թե Հայաստանում։ Դա լուրջ գործ է։ Այդ հասկացանք, բայց դու Հայաստան ես ներկայացնում։ Դու խորհրդարանական կառավարման համակարգի վարչապետ գնում ես մասնակցում ես նախագահական կառավարման համակարգի վարչապետի հետ համատեղ բացում եք անում։ Ինչու համար։ Դա ինչ է տալիս։ Հերթական մի հատ խոսափող անգել, որ ընդեղից մի անգամից խոսած, տարածես, մի հատ քարտեզ ցույց տաս, ասես սա էլ խաղաղության խաչմերուկ է։ Դրա համար էս Հայաստանի խայտարականը։ Իսկ հիմա նայենք մի պակաս խայտարակչին է սա չի, հիմա դրանն ասենք։ Քոչարյանի մասը ասեմ։ Կարծում եմ 2021 թվականի ընտրությունները ցույց տվեցին, որ ես ունեմ ինչ-որ չափի ազդեցություն եւ ինչ-որ մի զանգվածի կոնսոլիդացման հնարավորություն։ Ասել է Ռոբերտ Քոչարյանը, անդրադառնալով այն հարցին, թե չի մտածել քաղաքականությունից դուրս գալու մասին Փաշինյանին հաղթելու համար։ Այսինքն ինքը դուրս գա, որ կարողանան Փաշինյանին հաղթեն։ Ինչ վերաբերում է իմ դեմքով ընտրություններին մասնակցելու մասին, սոցիոլոգիան շատ հստակ ցույց է տալիս, որ իմ պարագայում մենք ավելի շատ ձայներ կհավաքենք, քան մեր թիմից մեկ ուրիշի պարագայում, ասել է Քոչարյանը։ Այն որ քո թիմի պարագայում ավելի շատ ձայն կհավաքես, ով է կասկածում որ։ Այդ թիմը հավաքած է քո տակ։ Ոնց որ հավաքած է իշխանական թիմը Նիկոլ Փաշինյանի տակ։ Այդ մի զարմանալու բան չի, բայց հարց է ծագում։ Այդքան շատ ձայները, որ հավաքեցիր, ստացար 21 թվականին, ինչ արեցիր այդ ձայներով։ Հիմա եթե դուք ձեզ չհաջողվեց արտահերտ ընտրությունների գնալ, ձեզ չհաջողվեց իշխանությանը տապալել, մարդիկ ասում են վլավ, գոնե ունեինք շատ կառուցողական ընդդիմություն, որը շատ լուրջ հարցերի, շատ լուրջ օրինագծերի, շատ լուրջ բաներում ինքը հանդես եկավ։ Հասարակությանն ասեց, որ տեսեք իշխանությունը սա վատ է անում, մենք որ գանք, սա այսպես ենք անելու։ Հասարակությունն էլ վստահից է իշխանությանը ուղարկի տու։ Հիմա եթե հասարակությունը նայի ձեր գործունեությունը խորհրդարանում, որ դուք ինքներդ անարդյունավետ եք համարում դա, մի օր չեք գալիս հարց ու պատասխան են, մի օր գալիս եք, մի օր արտասահմանյան գործողումներին չեք գնում, մի օր գնում եք, ամեն անգամ մի բան բոյկոտում եք, հետո նորից շարունակում եք, մի օր գալի հարցեր եք տալի, մի օր չեք տալի հարց ու պատասխանի ժամանակ։ Մի օր դուք եք գալի փողոց, ասում եք մենք խորհրդարանում անելիք չունենք, փողոցում տեսնում եք անելիք չունեք, նորից հետ եք գալի։ Այսինքն ինչն է ստիպում մտածել, որ 21 թվականի Քոչարյանը 26 թվականին ավելի արդյունավետ պետք է գործի։ Այն դեպքում, որ ինքը Քոչարյանը համարում է, որ 26 թվականի ընտրությունում ինքը միակ ֆավորիտը չի ընդդիմության մեջ։ Եթե այն ժամանակ միակ ֆավորիտը ինքն էր, որտեղ Սերժ Սարգսյանը մերժված կարգավիճակով էր մասնակցում, ապա ինքը համարում է, որ իրանից բացի ուրիշ ֆավորիտ էլ կա, բայց այդ դեպքում քո ստացած ձայներով ինչ խնդիր ես լուծելու, ինչ հաշվետվություն ես ներկայացնելու։ Լրագրողը հարցին, թե պատրաստ է իրանից շատ ձայներ ստացած ընդդիմադիր տեխնատուին տալ ձայները։ Ռոբերտ Քոչարյանը նշել է. իհարկե պատրաստ եմ մեր ձայները տալ այլ ուժի տեխնատուին, ոչ միայն պատրաստ եմ, այլև ուրախ կլինեմ։
Համագործակցություն կլինի այո եւ նախընտրական շրջանում եւ անկասկած համագործակցություն այն ուժերի շրջանում, որոնք կանցնեն խորհրդարան։ Իսկ հիմա հետո պարզաբանում է ինչի նկատի ունի նախընտրապես համագործակցություն։ Այսօր երևում է երկու միավոր, որ մտնում են խորհրդարան, շատ քիչ են զիջում ՔՊ-ին։ Մեկը Հայաստան Դաշինքն է, մյուսը Սամվել Կարապետյանի ուժը։ Այս երկու ուժերը միասին զգալիորեն կգերազանցեն իշխող կուսակցությանը։ Ես շատ կուզենամ, որ լինի նաև երրորդ ուժ։ Մի մասը կողմնորոշվեց, մի մասը մեզնից գնաց, բայց ես դրան հանգիստ եմ նայում։ Կարևորը, որ ընդհանուր թիվը լինի մեծ։ Իմ տպավորությամբ եւ այն սոցիոլոգիան, որ այսօր կա, Նիկոլ Փաշինյանի վերընտրվելու ցկտում է 0-ի։ Եթե սխալներ չգործենք, դե դուք չեք կարող սխալներ չգործեք, դուք հատուկ եկել եք, որ Նիկոլ Փաշինյանը վերընտրվի։ Էլ պետք չի համեստանալ։ Դուք կարողանում եք այսօր Նիկոլ Փաշինյանին ընտրել վարչապետ, դա ի՞նչ մի զարմանալու բան է։ Հարց է ծագում։ Ասում եմ մենք երկու ուժ ունենք, որով ծանրակշիռ դերակատարություն կունենանք, ձայներ կհավաքենք ավելի շատ։ Հա բայց հարցը դա չի, որ դուք հավաքեք շատ ձայն։ Հարցը դա է, որ ձեր նայները հանկարծ չլինի 50+1։ Այսինքն որ դուք չկարողանաք կառավարություն ձևավորեք։ Բա այդ որ ամեն անգամ դրա մասին խոսում ենք, ինչ ենք ասում, որ Նիկոլ Փաշինյանը այսօր չունի 50% եւ ավելի ձայն։ Այդպիսին չունի նաեւ ռուսամետ ուժերը, քանի հոգով ուզում է մասնակցեն։ Ինչ ակտիվությամբ ուզում է մասնակցեն, նոր դեմքերով թե հին դեմքերով, իրանք չունեն հասարակության մեջ 50% եւ ավելի ձայն։ Նշանակում է ինչքան էլ ձայն հավաքեն, իրանք մեծամասնություն չեն ունենա։ Կմիավորվեք, չեք միավորվի, կոալիցիա կկազմեք, չեք կազմի, անիմաստ է մտածել, որ դուք կհաղթեք Նիկոլ Փաշինյանին, դուք չունեք այդ ձայները։ Ու այդ դեպքում ասում եք երրորդ ուժը, բայց երրորդ ուժին դեմ չեք որ լինի, ուղղակի մտածում եք, որ այդ երրորդ ուժը որ գա, այնց չլինի որ, այսինքն էլի խնդիրը նա է, որ բանը կողմնորոշ մի մասը մեզնից գնաց, կարևորը որ ընդհանուր թիվը լինի մեծ, բայց այսինքն մտածում եք, որ երրորդ ուժը պետք է լինի ու գալու է ձեզ միանա, այդ լեննականի տարբերակը դեցնեց շատ դուր է եկել, հա, որ նույնիսկ արյան վրեժի թշնամիները միացան, մեկին անցկացրեցին քաղաքապետ։ Բա ամբողջ իմաստը նա է, որ մտածում ենք, որ այդ իրականում ձևավորվի կոնկրետ գաղափարական ուժ, որի նպատակը լինի ոչ մի պարագայում մեծամասնություն չունեցող ուժերը հանկարծ դառնան մեծամասնություն ձայներ ստանան որևէ մեկի մասնակցության պարագայում, որ նրան ձայն տա կամ նրան։ Թե Նիկոլ Փաշինյանին միացող չլինի, որ նա 50% եւ ավելի ստանա, թե ռուսամետ ուժերին միացող չլինի, որ 51% ավել ստանա։ Եվ հենց ամբողջ բա ասացի իմաստը ո՞րն է, որ դա պետք է լինի գաղափարական դաշինք, արևմտյան հստակ, որը հասարակության մեջ 50-ից ավել տոկոս իսկապես հասարակությունը կա եւ այդ ուղղությամբ է մտածում։ Ուղղակի նեղանում ասում ես ում ձայն տան Փաշինյանին թե Քոչարյանին։ Նեղանում գնում է տանը նստում։ Արդյունքում Քոչարյանն անցնում է կամ Փաշինյանն անցնում է, մեզ ինչ դրանից։ Միայն վատ, երկուսի պարագայում էլ վատ։ Այսինքն հիմա Ռոբերտ Քոչարյանի ուզածը նա է, որ անցած ուժերի հետ միավորվեն եւ ստեղծեն մեծամասնություն ստանան, բայց լեննականի դեպքից Նիկոլ Փաշինյանն էլ չէ իր եզրակացությունն արեց, թե որտեղ է սխալվում։ Դրա համար պետք է մտածի մի հատ ուժ մտածի, թե որին օգնի, որ նա գա, որ հետո մեծամասնություն ստանա, բայց դրան գան ընդդիմադիր ձայներով, արդյունքում միանան իրան։ Իսկ դրա համար ժողովուրդը պետք է շատ զգոն լինի։ Տեսնում եք մարդիկ ոնց են մտածում եւ ինչ են անում։ Քոչարյանը հստակ իրանց քայլերն ասում է։ ԱՄՆ Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ստացել է ապագայում ձևավորվող միջանցքը վերահսկողություն, ստացել են Իրանի հետ սահմանի վերահսկողություն եւ Նոբելյան մրցանակի ներկայացումն է, ասուլիսի ընթացքում ասել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Ադրբեջանը ստացել է միջանցքի իրավունք, Հայաստանի տարածքում ստացել է Մինսկի խմբի լուծարում եւ ստացել է 907-րդ բանաձևի չեղարկում։ Հայաստանը ստացել է 0։ Հայաստանի վարչապետը ստացել է մի նկար նախագահ Թրամփի ստորագրությամբ եւ ստացել է իրավապահ ուժ, չունեցող մի փաստաթուղթ, որը հնարավորություն է տալիս եւս մեկ անգամ վերընտրվելու, ասել է Քոչարյանը։ Իհարկե ասեմ ձեզ, շատ դեպքերում երբ որ ներկայացնում ենք երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան, դա բոլոր լրատվամիջոցները ոնց որ ասում են, նույն ձևել ներկայացնում են։ Եվ եթե մարդիկ կան, որոնք ծանր են տանում եւ ասում են Ռոբերտ Քոչարյանը ինչ երկրորդ նախագահն է ընտրությունը կեղծել է այս արը, շուրջը որևէ մեկին մի մեղադրեք։ Ոչ որևէ հրապարակային գործի, ոչ որևէ լրատվամիջոցի։
որտեղ ոչ հրապարակային գործիչ է, ոչ լրատվամիջոցը իրավասու չէ Ռոբերտ Քոչարյանի երկրորդ հանրապետության պաշտոնաթող հանրապետության կարգավիճակը փոխել։ Դա կարող անել մի մարդ Նիկոլ Փաշինյանը, որը տեսել եք ոնց է մեր հարկատուների հաշվին Ռոբերտ Քոչարյանի համար եւ կեցավայրը ապահովում եւ գրասենյակը ապահովում, անվտանգության ծախսերն ապահովում, բոլոր ծախսերն ապահովում, որովհետեւ նա եղել է Հայաստանի պաշտոնաթող նախագահը։ Այսինքն սահմանադրությունը չես ընդունում։ Բայց այդ չընդունված սահմանադրության, ոչ լեգիտիմ սահմանադրությամբ իշխանությունը զավթած Քոչարյանի կարգավիճակով դու ապահովում ես նրա բոլոր ծախսերը, որովհետև նա եղել է հանրապետության երկրորդ նախագահ։ Այս կապիկությունը ինչի համար է ժողովուրդ ջան։ Բա մարդիկ այդքանը հասկանում են, չէ՞։ Եթե ասում են, որ ժողովուրդ ջան, բա Քոչարյանը ինչ երկրորդ նախագահն է կեղծել է, մեզ պետք չի ասել, մենք դա ասում ենք։ Անողը պետք է անի, անողը արեց, մի քայլ արեց, որ ապացուցի, որ ոնց կարող է պատահի անօրինական ընտրված մարդը կարգավիճակով հարկատուների հաշվին իր բոլոր ծախսերը հոգանք մենք։ Այնպես որ թող անենով է խանգարում։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է. Ես ընդամենը 2008 թվականի մարտի 1-ից հետո պաշտոնի եմ եղել 1 ամիս 8 օր։ Միեդի որոշումն ինձ վրա չի ուղղված են նրանք, ովքեր բավարար ջանքեր չեն գործադրել սպանությունները բացահայտելու համար։ Եթե գործադրեին, իրենց վրա դուրս կգային, ասել է Քոչարյանը։ Հիմա հարց, կապ չունի դու մի ամիս 8 օր ես ղեկավարել, թե ընդամենը 8 օր կամ 8 ժամ։ Այդ ընթացքը քո պաշտոնավարման ժամկետներ, չէ՞։ Քո պաշտոնը ավարտվում է ժամկետը ապրիլի 9-ին, վերջ։ Մինչև այդ ինչ էլ կատարվի, պատասխանատուն դու ես։ Հիմա ասում ես պատասխանատուն ես չեմ, ընդամենը մի ամիս էի մնացել, ասում ենք շատ լավ, դուր պատասխանատուի անունը։ Ինչ ես ակնարկներ անում։ Ով չգիտի, որ այդ ժամանակ վարչապետը Սերժ Սարգսյանն էր, որը որ ընտրված նախագահն էր կամ չընտրված նախագահ, բայց շարունակում էր վարչապետ մնալ։ Շտաբը ձևավորվել էր կառավարությունում, որոնք որ պետք է ճնշեին այդ process-ը։ Բա ով է ասում, որ Սերժ Սարգսյանը մեղավոր չի։ Բա ասում ենք, բայց Սերժ Սարգսյանը եթե մեղավորել է, Ռոբերտ Քոչարյանի վրայից մեղքդուս չի գալիս։ Ուղղակի Սերժ Սարգսյանին ավելանում է։ Մենք էլ ասում ենք անուն դուր կոնկրետ։ Ուզում ենք իմանանք քո պաշտոնը չէր ավարտվել ժամկետը մարտի 1-ին։ Ով հրաման տվեց կրակել։ Ասա։ Ինչ ես ակնարկում, թե իրանց վրա դուրս կգային, ով։ Ընդհանրապես բան են հարցրել, դու այդ հրահանգը տվել ես, թե չէ։ Եթե դու չես տվել, ով կարող էր տալ։ Կամ մարդիկ պարզ հարց են տարել, բայց եթե դու գնացող նախագահ էիր, դու ասեիր կրակեք ժողովրդի վրա, ինչի՞ պիտի ուժայինները կրակեին, ձեռների վրա արուն վերցնեին, դու գնացող նախագահ ես։ Բա նրանք պետք է հստակ ճշտեին, չէ՞ որ եկողը համաձայն է, որպեսզի իրանք կրակեն։ Եթե նրանք եկողից չստանային համապատասխան թույլտվությունը, բարձրավոր չէին կրակի, որտեղ վաղը եթե իրանց դատեին, Քոչարյանն է իրանց պաշտպանելու, բայց միևնույնն է, Քոչարյանի օրոք է հրահանգը տրվել։ Եվ որևէ ձևով ինքը չի կարող իրան մաքրել դրանից։ Անուններ տուր։ Ասա ո՞նց կարող է դա անել։ Ով զորքը շարժեց, ով Արցախից ջոկատ բերեց, ով դա օգտագործեց, ինչ տեղի ունեցավ, ասա։ Մենք էլ ուշադիր կլսենք, մեկը քո վրայից դուրս չի գալու։ Ու եթե որևէ մեկը փորձում է Սերժ Սարգսյանի վրայից անի, ես բարբերաբար դրան անդրադարձել եմ, Սերժ Սարգսյանի վրայից չանեք։ Սերժ Սարգսյանը եթե ինքը համաձայն չլեր այդ ամեն ինչին տեղի չեր ունենա, կամ որևէ մեկը դա չեր անի, իր ձեռքերին արուն չեր վերցնի։ Դա կաներ միայն մի դեպքում, երբ որ Սերժ Սարգսյանն ասեր արեք ու պատահական չէր։ Նրանք ովքեր գնացին մարտի 1 արեցին, նրանց բոլորի պաշտոնները բարձրացան։ Այսինքն դրանով Սերժ Սարգսյանը գնահատեց նրանց արածը։ Պետք չի իրար վրա գցել։ Բոլորդ էլ մեղավոր եք։ Ասուլիսի ընթացքում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է. նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, եթե համեմատենք այն ամենի հետ, ինչ կատարվում էր, կարելի է համարել երազանքի փաստաթուղթ։ Միացյալ Նահանգները այն երկիրը չի, որի հետ կարելի է ստորագրել մի փաստաթուղթ եւ մի քանի ամիս հետո չեղարկել։ Բավական դժվար է, սակայն դա չի նշանակում, որ ԱՄՆ-ն ինչ ասի պետք է անես։ ԱՄՆ-ն կտրուկ դեմ էր Իրան-Հայաստան գազամուղի կառուցմանը, բայց մենք կառուցեցինք։ Մի քանի պատվիրակություն եկել էր Հայաստան ինձ հասցնելու, որ իրենք ակնհայտ դեմ են, բայց մենք կառուցեցինք եւ պահպանել ենք ԱՄՆ-ի հետ լավ հարաբերություններ, ասել է Քոչարյանը պատասխանելով հարցին, եթե իշխանության կան հնարավոր է հրաժարվեն Վաշինգտոնի ստորագրության փաստաթղթից։ Հիմա ինչ է ասում։ Ամերիկայի Միացյալ Նահանգները ասում են, երկիրը չէ, նա հազոր երկիր է, նրա չես կարող կատակներ անես, իհարկե գիտենք, բայց հարց, ասում Ամերիկան դեմ էր,
բայց մենք կառուցեցինք Իրան-Հայաստան գազամուղը։ Հաշվի էլ չառանք, որ Ամերիկան դեմ է։ Հա, բայց հարց, բայց դուք հաշվի առաք, որ Ռուսաստանը դեմ է։ Եվ ինչ արեցիք։ Թույլ չտվեցիք այնպիսի տրամագծով գա, որ այդ գազը մենք կարողանանք մեր ներքին սպառման համար օգտագործենք կամ հանդիսանանք գազի վաճառքի տրանզիտ։ Այլ ընդհակառակը ընդհանրապես եղավ այնպիսի տրամագծով, որ գա Հայաստանում դրանից ստանան էլեկտրաէներգիա, մեր օդը աղտոտենք, մի քանի հոգի աշխատավարձ ստանան, որից հետո այդ հոսանքը գնա Իրան։ Բայց որ կարող էինք այդ գազից օգտվել եւ այդ խողովակը գալու դեպքում կարողանայինք դա վաճառենք, Ռուսաստանը թույլ չտվեց։ Բայց եթե ասում ես Ամերիկայի ասածը բանի տեղ չեմ դրել, բա Ռուսաստանի ասածն չի ես բանի տեղ դրել, որտեղ Ռուսաստանը քեզ բանի տեղ է դրել։ Բայց էլ ասան չի չես ասում, ինչ ես կիսատ ասում։ Թողը որ էլ մենք ասենք։ Այդտենց ուժեղ տղա էր Ամերիկային մերժում էիր եւ ինչ էիր անում։ Ռուսաստանի հանձնարարությունը կատարում։ Ռոբերտ Քոչարյանը ներկայիս նախագծի թերությունները թվարկելուց հետո նշել է, որ տարբերակներից մեկը նախագծի ընդլայնման առաջարկն է, քանի որ ԱՄՆ շահագրգռվածություն ակնհայտ է։ Եթե ընդլայնումը ձախողվի, կարծում եմ, որ Ալիևը կհրաժարվի, կարելի է ընտրել երկրորդ տարբերակը։ Երկրորդ տարբերակը ԱՄՆ-ին շնորհակալություն հայտնելն է եւ ասելը, որ դա լավ գաղափար է, բայց մենք Հայաստանը ինքներս կկառուցենք այդ հատվածը։ Մենք կարող ենք պահպանել Թրամփի երթուղու անվանումը, բայց վերահսկողությունը կմնա Հայաստանի վրա։ Շատ պարզունակ կարծիք, որովհետև եթե մենք այդ ճանապարհը կառուցում ենք մեր փողերով, եւ ասում եմ կարող է Ադրբեջանը երբ ուզենա դրանից հրաժարվի, կարող է Չինաստանը խնդիր ունենա Ամերիկայի հետ հրաժարվի, ասի ինչի պիտի Ամերիկայի թրիտակով անցնի։ Այդ ամեն ինչը մենք գիտենք, բայց հարց, Հայաստանը փող է ծախսում, անկախ նայած շատ թե քիչ։ Բայց չէ Հայաստանը կառուցում մի բան, որի շահագործելը Իրանից կախված չի։ Ադրբեջանն է սպասում է Հայաստանը այդ փողերը ծախսում է, ժամանակ է ծախսում, էներգիա է ծախսում, փողեր է ծախսում, ասում է այդ ճանապարհը ինձ պետք չի։ Ավելի լավ է Իրանի ճանապարհով կգնամ։ Եթե ուզում ես այդ ճանապարհով գնա, պայմանը սա է, պետք է անխոչնդոտ լինի, պետք է քո երեսը չտենանք եւ այլ եւ այլ։ Եթե չէ, թող տենց մնա ինչ ենք անելու։ Բա մեր ամբողջ իմաստը նա է, որ ասում ենք, հարգելիս, Հայաստանի արևելյան կետից մինչև արևմտյան կետ որևէ կոմունիկացիա մեզ ոչինչ չի տալիս։ Ոչ այդ գազամուղը, ոչ նավթագիծը, ոչ էլեկտրական մալուխները, որևէ մեկը, ոչ երկաթգիծը, ոչ ավտոճանապարհը արևելքից արևմուտք կապելու համար փող չի ծախսվելու։ Չունենք մենք նման խնդիր։ Դա մի դեպքում կարող է գործել, եթե դա դառնա տրանզիտ ճանապարհ, մտնեն Հայաստանի տարածք ու դուրս գան։ Իսկ դրա համար պետք է որ փողը դնի Ամերիկան։ Ամերիկան փողը դնի տեր կանգնի, որպեսզի այդ ճանապարհը աշխատի։ Բանակցի արդյունավետ այնպես, որովհետև եթե ինքը իմանա, որ այդ ճանապարհը չի աշխատելու, ինքը այդ փողը չի դնի։ Երաշխավորը ճանապարհի աշխատելու, դա Ամերիկայի փողերն է։ Իսկ Քոչարյանը մեզ բացատրում է, որ այդ փողերը շատ չի, դες խափել են ժողովուրդ ջան։ Բերեք այդ փողերը մենք դնենք։ Մենք փողերը մենք դնում ենք, ու այդ ճանապարհը չի գործում, ինչ ենք անելու։ Ումից ենք սպասում։ Տրամփն էլ նեղանում է կամ Ամերիկան, ասում է դե գնացեք եկել եմ ձեր խելքին, թե ես ինչ եմ անում, չեմ հասկանում։ Դրա տեղը ուրիշ տեղ կզարգացնեի ճանապարհը։ Այսինքն հիմա իր ասածը ինչ է, ես չեմ հասկանում։ Որ Հայաստանը կառուցի մի բան, որ Հայաստանին պետք չի, որտեղ կգործի միայն այն ժամանակ, երբ որ դրանից օգտվել։ Բա Ամերիկայի ամբողջ իմաստը այդ փաստաթուղթը Ամերիկայից ստորագրելու նա է, որ Ամերիկան տեր կանգնի, որ բեռը Հայաստանով անցնի, որ գոնե այդ տրանզիտը իմաստ ունենա։ Առանց դրա այդ ճանապարհը անիմաստ է կառուցել։ Փաշինյանը խոսում է խաղաղության մասին, որը մեծապես կախված է մեկ մարդու Ալիևի տրամադրությունից։ Այդ փաստաթղթում եւ ընդհանրապես ոչ միտեղ չկան երաշխիքներ, երաշխավորներ, մեխանիզմներ եւ խախտելու դեպքում ինչ է կատարվելու։ Ավելի ճիշտ ոչ թե խաղաղություն, այլ կա զինադադար մեկ մարդու տրամաբանությունից կախված։ Հետո ասում է, ես չգիտեմ ինչ տվյալների հիման վրա է որևէ մեկը կարող է ասել, որ ռազմական բալանսը խախտվել է իմ ժամանակ։ Այսինքն հարցակողը հարցա տալիս, ասում է, քո ժամանակ ռազմական բալանսը Ադրբեջանի հետ խախտվել է։ Որտեղից են այդ տվյալները Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը հիմք է ձեզ համար։ Բացարձակապես սուտ է։ Մենք ոչ միայն ունեինք ռազմական բալանս, մենք ունեինք զգալի առավելություն, մարտունակություն դրան տեսանկյունից, որովհետև միայն զենքի քանակը չի, դիրքերի վիճակն է, տեղանքն է, ով է հարթավայրում, ով է բարձունքների վրա։
ամեն ինչով մենք ունեինք էական առավելություն Ադրբեջանի զինված ուժերի նկատմամբ։ Դրա համար այն ժամանակ այդ ոտնձգությունը չկար, ասել է Քոչյանը։ Հիմա հարցածակում։ Առավելությունը ունեիր, այդ գիտեինք, բա առավելությունը ինչի մաշեցիք։ Ինչի ձգեցիք, որ Ադրբեջանը զինվի։ Ինչի ձգեցիք, որ Ադրբեջանը իր հարցերը միջազգային հանրությունով լուծի։ Ինչի ձգեցիք, որ Ադրբեջանը այդ կոտրված բարոյալքված վիճակից դուրս գա։ Բա Քոչյանը չէր բանակցում Ադրբեջանի հետ։ Բա Մեղրի փոխանակության հարցը Քոչյանը չէր անում այսպիսի բանակի պարագայում։ Բա ինչի համար էր այդ հարցը առաջացել։ Բա գնում էր փաստաթուղթ էր ստորագրում Մադրիդի, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից հրաժարվում էր, որի ընդունողը դու էիր։ Ասում էր խոսքը լղիմին է վերաբերում, մանրամասը շատ խոսել ենք։ Բա այդ առավելությունը, որ կար, մենք ինչի այդ առավելությունը չէինք տեսնում։ Բա այդ ասա։ Բա մենք գիտենք, որ այդ առավելությունը կար, բա դուք մրցեցիք այդ առավելությունը։ Հիմա ինչ է ասում Քոչյանը, հիմա հարցնում եք, ինչ օրակարգով է գալու ընտրության։ Մենք այս օրակարգով, որ այս կարելի է թվերի մեջ աղքատությունը 24% չպետք է լիներ, պետք է լիներ առավելագույնը 10-12%։ Նիկոլ Փաշինյանն ասում է աղքատությունը ձեր գլխում է։ 700,000 մարդ Հայաստանում աղքատ է։ Ինքն ասում է, որ 700,000 մարդ ունի գլխի հարց։ Դուք օքեյ եք սրա հետ։ Իմ համոզմամբ, եթե երկրի տնտեսությունն աճում է եւ աղքատությունը շեշտակի չի նվազում, ուրեմն գլխի խնդրեմ ունի այդ երկրի առաջնորդը։ Հիմա մեր ծրագիրը իհարկե սա այդ խուճուճ մասերը դնենք մի կողմ, հիմա վերջի մասը։ Հիմա մեր ծրագիրը սա է լինելու, արել ենք մեկ անգամ, կանենք երկրորդ անգամ։ Այսինքն մարդը գալիս է, ասում է ժողովուրդ ջան, իմ ժամանակ ինչ որ արել եմ, գալու են երկրորդ անգամ անեմ։ Բա մեռանք ասելով ժողովուրդ ջան, քո ժամանակ դու դնում ես ինչ որ բաներ թվարկում ես, հենց դու ասում ես անցյալը բերելու եմ ապագա, այդ անդեր անցյալը մենք էլ ենք ապրել, էլի։ Բա մենք էլ քո արած անցյալը տեսել ենք, ապրել ենք։ Բա տեսել ենք ինչեր ես արել։ Մենք չենք կարող նույնիսկ գիծը քաշենք առաջ գնանք, ընդհանրապես քո գոյությունը մոռանանք, որտեղ դու պարբերաբար հիշացնում ես եւ ներկայացնում ես, որ դու շատ լավ բաներ ես արել։ Հենց ասում ես շատ լավ բաներ ես արել, մենք էլ ասում ենք, էս է արել, էս հանցագործությունն ես արել, էս սպանությունը, էս մյուսը, ասում են դե լավ, հերիք հայլ է անցյալին անդրադառնանք, բայց մենք ենք անդրադառնում։ Ամեն անգամ ինքը իրան գովելու համար անցյալա գնում, չէ՞։ Բայց մյուս մասերը ով հիշացնի։ Մեկ էլ ինչ է ասում, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչյանը ասում է լրագրողի հարցին ի պատասխան անդրադարձել է իր պաշտոնավար մորնորոք ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանի Հայաստանից հեռանալու պատմությանը։ Վանո Սիրադեղյանի նկատմամբ հարուցված էր քրեական գործ, Սիրադեղյանն ուղղակի փախել է Հայաստանից։ Հիմա ինձ դժվար վիճակի մեջ եք դնում։ Մի հարց է խոսել Հայաստանից փախած մեկի մասին, որ ինչ որտեղ տեղ է, այլ հարց է խոսել մահացած մարդու մասին։ Ինձ դժվար դրության մեջ եք դնում, մեր մշակույթի մեջ ընդունված չէ։ Ասում են մահացածների մասին կամ լավը կամ ոչինչ։ Ես չեմ ուզում ասել մահացած մարդու մասին այն ամենը, ինչ գիտեմ, իսկապես չեմ ուզում ասել։ Նա նաև հավելել է, հենց ես ասեմ այն, ինչ գիտեմ, ավելի վատ անկյան տակ եմ դիտվելու։ Ասելու են մահացած մարդու մասին է խոսում, չեմ պատասխանելու այդ հարցին։ Նախ հանգուցալի մասին կամ լավ կամ ոչինչ, եթե ասում ես դա ոչ թե մեր մոտ ընդունված է, դա լատիներեն ասում է de mortuis aut bene aut nihil։ Բայց ասում են նիսի վերում, հանգուցալի մասին կամ լավ կամ ոչինչ, բացի ճշմարտությունից։ Առավել ևս, երբ որ հանգուցալը ես իմ պատահական մարդ չի, հանգուցալը հրապարակային մարդ է եղել, պետական կառավարման համակարգում լուրջ ազդեցություն ունեցող, լուրջ կենսագրություն ունեցող, որի պարագայում նրան չես կարող ասել, դե լավ մեռավ գնաց, ոչ թե մեռավ գնաց։ Բա ապացուցի, այն ինչ որ արել է։ Ինչ է նշանակում։ Եթե ես կանգնում ասեմ, որ Վանո Սիրադեղյանը կանգնել է քեֆի ժամանակ ասել է, եթե Լևոն Տեր-Պետրոսյանի վրա գային միտինգավորները 800-ից 1000 մարդ պետք է սպանեինք։ Ու ասում եմ, սա ինչ է նշանակում։ Դու գիտեիր, որ այդ մարդը չի հաղթել ընտրություններում։ Դա նշանակում է հետևից խոսում ենք մահացածի։ Ինչ մահաց, նախաժամանակ մահացած չէ՞։ Եվ բացի դրանից էլ ինչ է նշանակում։ Այդ թողած, հետք թողած մարդու մասին չխոսալը դա նրան ավելի շատ վիրավորանք է, քան խոսալը։ Ներկայացրու ասա իսկապես էս վատ բաներն եղել են, թող մարդիկ որոշեն իր նկատմամբ վերաբերմունք ինչպիսին լինի։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է. ես լավ եմ լեզու գտնում Պուտինի հետ եւ շատ հիասթափված եմ նրանից։ Կարծում էի, որ Ուկրաինայի հակամարտությունը հեշտ կլինի լուծել, սակայն պարզվեց, որ այն ավելի բարդ է, քան մերձավոր արևելքը։ Սա հերթական անգամ ինքը սա ասել է, ամենակարևորը, որ ինքը հասկանա, որ պետք չի Պուտինի հետ լեզու գտնել, պետք է Պուտինին տեղը ցույց տալ։ Եվ ինչքան շուտ ինքը դրանում համոզվի, այնքան լավ, որովհետեւ Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը խոսել է Ալյասկայում Պուտինի եւ Տրամփի հանդիպումից հետո ուկրաինական կարգավորման համար ստեղծված իրավիճակի մասին։ Ցավոք պետք է խոստովանել, որ Անկորիջում պայմանավորվածությունների օգտին ստեղծված հզոր թափը մեծ մասամբ սպառվել է պատերազմի հակառակորդների եւ կողմնակիցների ջանքերով։ Սա ապակառուցողական գործունեության արդյունք է հիմնականում եվրոպացիների կողմից, որի մասին մենք բացահայտ եւ ուղղակիորեն խոսում ենք։ Այսինքն Ռյաբկովն ասում է, որ այն ինչ որ ձեռքաբերվել պայմանավորվածություն Ալյասկայում, այլևս չի գործում։ Եվ Եվրոպան այնքան ուժեղ էր, որ կարողացավ Թրամփի կարծիքը փոխի։ Շատ ուրախ ենք դա լսելու համար այդ խոստովանությունը։ Այո, շատ լավ է, այսինքն չկա որևէ ձեռքբերում։ Մնաց նշանակում է Տրամփը Եվրոպայի հետ եկավ համաձայնության, որ Պուտինին տեղը դնի, բայց այս լավ ինչ էի կոզում։ Ռուսաստանի նախագահ Պուտինը հայտարարել է. Ուկրաինայի զինված ուժերը նահանջում են մարտական շփման գծի ողջ երկայնքով։ Հատուկ գործողության գոտում ռազմավարական նախաձեռնությունն ամբողջությամբ Ռուսաստանի զինուժի ձեռքում է, նշել է Ռուսաստանի նախագահը։ Ուկրաինայի զինված ուժերը փորձում են հարվածներ հասցնել Ռուսաստանի խորքում գտնվող քաղաքացիական օբյեկտներին, բայց դա Կիևի իշխանություններին չի օգնի, հավելել է Պուտինը։ Բայց եթե դա այդպես է, չես հուզվել։ Բայց չես ուզում պատերազմը դադարի։ Ասենք Ուկրաինային ասեք, թող ինչ էլ որ չեմ գրավել, տա ինձ։ Բանակցենք տա։ Բայց եթե տենց առաջ ես գնում, առաջ գնալ ինչ խնդրեմ է։ Տրամփին էլ ասա հաջողություն մեր գործերին մի խառնվի, լավ եմ անում, առաջ եմ գնում։ Բալացուկոցը տեն չի ես դրել, մենք պատրաստ ենք խաղաղության։ Իսկ դրա դիմաց, երբ որ մենք նայում ենք Ռուսաստանի հետ, ինչ կատարում է Ռուսաստանը, այդ մենք պետք է նայենք Չինաստանի հետ ինչա կատարում։ Միացյալ Նահանգները արդեն Չինաստանի հետ բանակցություններ առաջարկել է հսկայական գումարներ ներդնել ամերիկյան տնտեսությունում։ Սակայն որոշակի պայմաններով, դրանցից մեկը չինական ընկերությունների նկատմամբ վերջին տասնամյակում ազգային անվտանգության նկատառումներից ելնելով սահմանված սահմանափակումներն են։ Հիմա Ամերիկան արտահայտել է Չինաստանի հետ համագործակցելու իր պատրաստակամությունը ընդհանուր նպատակի հասնելու համար, երբ խոսքը վերաբերում է ներդրումների խոչընդոտների նվազեցմանը եւ առևտրային տնտեսության ճակատում։ Այս պայմաններում Չինաստանը համաձայնվել է $1 տրիլիոն ներդրում անել։ Ուղղակի Ամերիկայի ասում է, եկեք իր այդ նորմալ պայմանավորվենք եւ այդ ամեն ինչը անենք։ Շատ լավ, այսինքն ինչքան Ռուսաստանի հետ կոշտացրեցիր, այնքան պետք է հարաբերությունը բարելավես Չինաստանի հետ։ Մի բան, որ պարբերաբար խոսել ենք։ Հիմա այս երկուսը նայեք նույն պրիզմայով։ Եվ շատ նորմալ է, որ Դոնալդ Թրամփը գնում է այդ ճանապարհով, իսկ Չինաստանն էլ պատրաստ է ներդրում անի, պատրաստ է նորմալ սերտ համագործակցի Ամերիկայի հետ։ Բանավանդ, որ ինքը Ռուսաստանից ինչ ուզում է, ստանում է, նրան պետք չէ արտոնյալ պայման։ Ինքը արդեն Ռուսաստանի շալակին նստած է, այլ ինչ արտոնություն։ Այս ամբողջը կապված է ուղիղ Հայաստանի հետ, եւ դրա համար դրան էլ շատ մշտապես մենք պետք է շատ ուշադրությամբ հետևենք։ Դե ինչ այսօր այսքանը, եթե հավանեցիք, սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտենյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։